հակիրճ անդրադառնամ իմ եւ Ալեն Սիմոնյանի հետ կապված հարցերին։ Ուրեմն Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին։ Հիշեցնեմ, դա այն օրն էր, երբ ազգային ժողովում քննարկվում էր իմ կողմի շարժանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործող տուրքերը, եւ բարեբախտաբար նաեւ այդ վարույթը չխանգարեց եւ օրենքը ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչու եմ ասում, որովհետեւ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այդ օր։ Սա ասում եմ կապված այս խնդրի հետ, այլ հարցերի խնդրում եմ այլ հարցեր չտալ, քանի որ այս պահին նպատակահարմար չեմ համարում պատասխանել այս հարցերին։ Ուղիղ կապը կասեք, ինչ ուղիղ կապ եք տեսնում, պարոն Սարգսյան։ Մեծ կապի մասին խոսենք, թերևս մամուլում ամենահետաքրքիր կարող ենք սպառ, եթե հարցնեք։ Խնդրում կարճ։ Այդ ուղիղ կապը հետաքրքիր է, թե ինչի մասին եք ասում, որ ասում եք Ալեն Սիմոնյանը ուղիղ կապ ուներ։ Ես չասեցի Ալեն Սիմոնյանը ուղիղ կապ ուներ, ես ասեցի, որ վարույթ հարուցելը կապ ուներ նախագծի հետ։ Կապում եմ ես նախագծի քննարկման հետ, այսինքն այդ օրը մարտի 4-ին պետք է քննարկվեր իմ կողմի շրջանառության մեջ դրված նախագիծը 24-ժամյա ռեժիմով։ Դուք գիտեք, որ ազգային ժողովում 24-ժամյա ռեժիմով հարցեր քննարկվելուց հետո անմիջապես քվեարկվում են։ Այդ դեպքում բացառություն էր եւ հարցի քննարկումից հետո հարցը չդրվեց քվեարկության եւ միայն քվեարկության դրվեց հաջորդ օրը մարտի 5-ին։ Այլ մանրամասներ այս բանը չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ հարցը, քանի որ ես դիմել եմ, ես նաև այդ հարցի քննարկումից հետո, ինչպես հայտարարել է քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը իր հայտարարության մեջ, ապրիլին դիմել եմ Ալեն Սիմոնյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, Ճանջին խնդրում եմ։ Ապրիլին։ Այո։ Եվ հարցը չի քվեարկվել եւ հարցը չի քննարկվել մինչեւ սեպտեմբեր ամիսը եւ քննարկվելու միայն սեպտեմբերին եւ նաեւ անդրադառնամ այդ կետին կուսակցության հաղորդագրության մեջ տարածված է նման միտք, որ Հայկ Սարգսյանը 2 անգամ հրավիրվել է, սակայն չի ներկայացել իր դիմաց դիմումի քննության համար, ասեմ որ դա այդպես չէ, ես մեր կուսակցությանը խնդրել եմ, որպեսզի այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել, անգամ ասեմ ավելի ստում են, այսինքն ձեր կուսակցության վարչությունը, որպեսզի հարցը ես արդեն ասացի այն ինչ որ ասացի, այսինքն ինձ որևէ մեկը չի հրավիրել, ես խնդրել եմ մեր կուսակցությանը, որպեսզի խմբագրեն այդ հատվածը, քանի որ որպեսզի նման տպավորություն չստեղծվի, թե ինչու է Հայկ Սարգսյանը դիմել եւ չի ցանկանում մասնակցել իր դիմումի քննարկմանը։ Խմբագրեցին։ Ցավոք այս բանը ես տեղեկություն չունեմ, Պարոն Սարգսյան, դա մի մեծ բան չի, կարելի է ստատուսը բացել նայել, հատ նայել։ չեն խմբագրել։ Չեմ ցանկանում այդ հարցին անդրադառնալ, անհետեցություն է դա։ Չեմ պատկերացնում ես նման ընդհանրապես բան։ Չարեք, այս թեման վերջացնենք նոր էլի։ Այս թեման վերջացեցինք, խնդրում եմ։ Պարոն Սարգսյան, հարցնենք հիմա դուք կլինի կուսակցությունը կամ ես դրա մասին։ Չէ, ներողություն, երբ որ ինչ վերաբերվում է կներեք, անդրադառնամ մյուս շատ տարվող հարցերին, հաճախ սկսած 2019 թվականից, երբ ես ընտրվել եմ ազգային ժողովի պատգամավոր եւ այն ժամանակ աշխատում էի եւ գործունեություն էի ծավալում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ես իմ գործունեությամբ խանգարել եմ մի շարք գործունեության տեսակներին, որոնց մեջ առաջին թվում դա խաղային ոլորտն է, ես դա համարում եմ չարիք ու մշտապես խոսել եմ այդ մասին, որ խաղային ոլորտը չարիք է Հայաստանի Հանրապետությունում։ Այս իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ ու գտնում եմ, որ դա հիմնականում եւ առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել այդ գրողը եւ ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ, սկսած քրեական աշխարհի հետ կապ ունենալուց, սկսած թմրամիջոցների բիզնեսի կապ ունենալու հետ, տարբեր սպանությունների կամ տարբեր ինքնասպանությունների մեջ փորձելով կապելով ես փորձել եմ մեծամասամբ չանդրադառնալ այս հարցերին, բայց այսօր ուզում եմ պատասխանել բոլոր հարցերին եւ կարող եք ազատ տալ բոլոր հարցերը կապված սպանությունների։ Հիմա գալիս եմ ձեր հարցին։
Ես պատրաստ եմ հիմա պատասխանել բոլոր հարցերին։ Չէ, այդքան էլ պատրաստ չեք բոլոր հարցերին Չէ, պատասխանել։ Ալեն Սիմոնյանի հետ կապված հարցերի եւ մասով Ինչ է այս բանին չեմ կաշկանդվում ուզում։ Ալեն Սիմոնյանի Յուր կաշկանդվի այսքան չի խոսա։ Չէ, ներողություն, ես հարցնում եմ Ալեն Սիմոնյանը ինչ է հիմքում դրել, երբ որ ՔՊ Փագեցինք էլ այդ կետը, հիմա ասում ենք առաջ։ Հիմա գալիս է սպառություններին, կներեք։ Ինձ մշտապես Բայց դուք մեղադրանքներ եք հնչեցրել, հիմա չեք ուզում անդրադառնալ, ինչ կներեք, սպասեք, ես միտքս ավարտեմ։ Նկատում եմ Ալեժոյի նախագահի Հիմա ասեմ, ինձ օրինակ ժողովուրդ օրաթերթը կա ժողովրդից մարդը։ Ինձ կապում են քանակերում տեղի ունեցած սպանությունների հետ, մասնավորապես քանակերում հայտնի դու մականունով անձի սպանության դեպքի հետ, որ ես այդ օրը եղել եմ դեպքի վայրում կամ եղել եմ մեքենայի մեջ ու ես կապ ունեմ սպանության հետ, որ այդ կապված ես դեռևս 2022 թվականին դիմել եմ դատարան պահանջելով հերքում եւ վնասի փոխհատուցում, քանի որ այդ նյութով արարտավորվել է իմ բարի համբավը։ Ես այդ օրը չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում, այդ օրը ես եղել եմ զորավարժությունների Ռուսաստանի Դաշնությունի Կազան քաղաքում։ Արկա են դրա հետ կապված մամուլի հաղորդագրություններ, ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում լուսանկարներ, որտեղ ես այդ օրը գտնվում եմ, կներեք, մամուլի հրապարակման մեջ ժողովուրդ օրաթերթի նշված էր, որ ես եղել եմ դեպքի վայրում մեքենայի մեջ սպասել եմ։ Բայց ճանաչում եք այդ անձին։ Կներեք, ես այդ անձին տեսել եմ դրանից 3 տարի առաջ մեկ անգամ պատահաբար, որտեղ մեր երկիրը փոքր երկիր է, մեր հյուրանոցում պատահաբար տեսել եմ այդ անձին 2018 թվականին։ Հայաստանում։ Այո, շփվել Հայաստանում։ եք։ Մոտիկացել է, ծանոթացել ենք, դա մեր եղել է առաջին եւ վերջին հանդիպումը։ Խնդիր չեք ունեցել։ Ես այդ անձի հետ որևէ կապ չեմ ունեցել, մի անգամ տեսել եմ պատահական, այսինքն 2022 թվականի դրությամբ ես 4 տարի այդ անձին երբևէ չեմ տեսել, որևէ հարաբերություն չեմ ունեցել։